Փարք Նժդեհին եւ Ազատություն Վարուժան Ավետիսյանին մերոնց խոսելու եմ ընտրազանգվածից խոսելու եմ քաղաքական դաշտում իրար հետ հակադրվող, բայց նույն նպատակին ծառայող քաղաքական թիմերից եւ վերջում մի փոքր զավեշտից այդ մասին վերջում կխոսեմ եւ այսպես ընտրազանգվածը 90-ականների երկրորդ կեսերից արդեն սկսեցին սովորեցնել փողի ասացին որ գիտեք ամեն ինչ որոշվում է վերևներում քո ձայնը այդքան էական չի իսկ քանի որ քո ձայնը էական չի քեզ շահավետ տարբերակ լավ կլինի քեզ փող տանք միևնույն է քո ձայնը էական չի այդ ձենը դուրում ես եւ մեծամասնությունը դա այդպես ընդունեց որ ինքը իրենից ոչինչ չի ներկայացնում եւ իր ձայնը էական չի եւ երկրի ճակատագիրը իրենից կախված չէ եւ համաձայնվեց այն ոնց որ վանոյի ժամանակներն էին էլի չէ որ ասում էր թռի վերևիչին ցած վերջին շորից է միևնույն է որոշողը որոշելու է բայց որ պատերազմ լինի իմացա որ զորակոչին դու մասնակցելու ես այդ ժամանակ հայրենիքը քոնն է մնացած դեպքերում քոնը չէ եւ ցավալի է մարդկա ընդունեց բայց իր մոտ հարց չառաջացավ էլի լավ եթե իմ ձայնը էական չէ ինչ ես առնում եթե ես ինձնից բան չեմ ներկայացնում ինչ ես իմ ձայնը առնում է որ վաղը չեմ իսուր կեղծի եթե առել է 1000 ձայն 100,000-ը կեղծելու ժամանակ փողոց դուրս չեն գալի մարդիկ եթե ձայնն առել են դու դուրս չես գա փողոց միևնույն է ասես ես փողը վերցրել եմ եւ գնացել եմ այդ մարդու օգտին եմ քվեարկել եթե ինձ փողոցում կամ հրապարակում տեսնի կասի այ տղա բա դու փողը վերցրել ես դու ինչ ես եկել բողոքում օրինակ այսինքն երեսդ կամա չի էլի այդ ինչի համար են ձայնը դառնում բայց իրականում սիրելիություն եթե դու հետևողական մասնակցում ես քվեարկության ու զգում ես որ քո ձայնը կեղծել են դու շատ ազատ կարող ես դուրս գալ եթե կամք ունես իհարկե եթե քեզ հարգում ես կարող ես դուրս գալ փողոց եւ պայքարել ասել դուք իմ իրավունքները ոտնահարել եք եւ այսպես ժողովրդին սովորեցրեցին ընտրակաշառքի զգալի մասը դա վերցրեց եւ հասկացա որ ինքը ոչինչ իրենից չի ներկայացնում եւ ինքը ինչ էլ անի միևնույն այնտեղ եթե որոշեցին էս է եւ դա տեղի ունեցել եւ 18 թվին եւ 21 թվին եւ արդեն ասեկոսներ կան որ արդեն ցուցակներ կան պատրաստ որ հիմա էլ են պատրաստվում ընտրակաշառք բաժանել հիմա գնանք ընտրակաշառք բաժանողների մասին ովքեր են ընտրակաշառք բաժանում առաջինը ով ունի հնարավորություն այսինքն փող երկրորդ ով իշխանությունների հետ որվա ռեժիմի հետ խնդիր չունի եթե ես ասում եմ ես Նիկոլին դեմ եմ օրինակ եթե ես Նիկոլին դեմ եմ ու ընտրակաշառք եմ բաժանում ուրեմն եթե ասենք սովորական մահկանացուն գիտի Նիկոլի հատուկ ծառայություններն էլ գիտեն այդ ժամանակ քեզ կարող են եթե Նիկոլին դեմ ես գործում քեզ կարող են ասենք կալանավորել որակազրկել թույլ չտալ ընտրությունների մասնակցել հասկանում եք խայդառականել բայց նման բան տեղի չի ունենում չունեցա ոչ 21 թվին ոչ 18 թվին անգամ փորձեցին այդ ընտրակաշառքի պահով ինչ-որ մեկի հանդեպ դատական գործ բացեն պարզվեց որ չէ ուրեմն հասկանանք մի բան սիրելի հանրություն եթե ես Նիկոլին դեմ եմ քաղաքական թիմ եմ ցույց եմ տալի որ ես Նիկոլին դեմ եմ ու Նիկոլի իշխանության օրոք գալիս եմ քեզ ընտրակաշառք եմ առաջարկում ուրեմն ես Նիկոլից ապահովագրված եմ որ ինքս չի խանգարելու եթե Նիկոլին չի խանգարելու ուրեմն ես Նիկոլին դեմ չեմ այտենց սևանում եմ սա սարքենք մեր համար աքսիոմա եթե դու չես ուզում Նիկոլին ընտրել բայց ինչ որ մեկը գալիս ասում է ես Նիկոլի հակառակորդն եմ այսինքն աղքիններից այս փողը վերցրա գնա ինձ ընտրի որ Նիկոլին հաղթենք դու իմացի որ ինքը դրանով Նիկոլի դեմ չի կռվում փաստ էս խորհրդարանը Արցախ հայաթափվեց եւ խորհրդարանը չլուծարվեց բայց խորհրդարանում թե Քոչարյանական թե Սերժի թևը քննադատում են Նիկոլին
Նրանք սրանց, սրանք նրանց, սրանք նրանց են մեղադրում, նրանք սրանց են մեղադրում։ Հասկացանք, չէ՞։ Եթե հանգարց մեկը գա ընտրակաշարք կառաջարկի, ուրեմն ինքը իշխանությունների հետ համագործակցում է։ Եվ վերջ։ Եթե ազգային ժողովրդական բևեռը տեսեք, այս սրանց քարոզչության մեջ սրանց բլոգերներ կան, բաներ կան, որոնք ազգային ժողովրդական բևեռին նույնիսկ ռուսամեդ էին սարքել։ Եթե ազգային ժողովրդական բևեռը անգամ ընտրությունների մասնակցության հարցներ այդքան շաբաթներով քննարկում էր։ Այսինքն սա նշանակում է, որ ինքը որևիցե կետից չի ուղղորդվում, չէ՞։ Ինքը որոշում է մասնակցի թե չէ, ու դա ահագին տևեց։ Եթե դա ուղղորդվեր Մոսկվայից, ասենք կամ կասեին մասնակցում ես, կամ կասեին չպետք է մասնակցես, որ չխանգարես, օրինակ։ Այսինքն բևեռնիկն է որոշել մասնակցի թե չէ։ Այս կեղծիկի դեմը առնել կարող է թե չէ, որովհետև ընտրությունները կեղծվելու են։ Եթե ամեն ինչ սենց մնա։ Էլ դուք ոնց եք կարողանում բևեռին, ասենք, ռուսամեդի կամ, չգիտեմ, եսի ինչամեդի ոչ կպցնել։ Այս նախկիններն ու այսօրվա շներն են դա անում։ Երրորդ, եթե քաղաքական դաշտում ինչ որ մեկը քաղաքական ուժ կլինի, անհատ կլինի, ընդունում է, որ Հայաստանը դա խորհրդային Հայաստանի սահմաններով Հայաստանն է, ուրեմն դա ռեժիմի մարդ է։ Եկեք խորանանք, ովքեր են ընդունում, որ Հայաստանը դա խորհրդային Հայաստանի սահմաններով է։ Ընդունում է Նիկոլը, այսինքն ԿՓ-ն այսօր իշխանությունը, ընդունում են նախկինները։ Նրանք նույնպես Հայաստանը պատկերացնում են խորհրդային Հայաստանի իրավահաջորդ։ Բա ո՞րն է սրանց տարբերությունը։ Աթոռը։ Օրինակ ազգային ժողովրդական բևեռը գտնում է, որ Հայաստանը դա առաջին հանրապետության իրավահաջորդն է, որ Հայաստանը Ալիևին վճարելու ոչինչ չունի, այդ հələ Ալիևը պետք է վճարի, այդ հələ պետք է Էրդողանը վճարի, այդ հələ պետք է Պուտինը վճարի մեզ։ Եթե դու ընդունում ես, որ դու խորհրդային Հայաստանի սահմաններն եք ունը, ուրեմն դու ավտոմատ ընդունում ես, որ դու Արցախը Ադրբեջանից խլել ես։ Կապ չունի, եթե Նիկոլն ասում է Արցախն Ադրբեջան է, իսկ ասենք Դաշնագն ասում է, օրինակ, նախկիններից Դաշնագի անունը բերեմ, կամ ԲՀԿ-ի կամ Հանրապետականի, եթե նա էլ ասում է Հայաստանը խորհրդային Հայաստանի սահմաններով է, Արցախն էլ անկախ է, տարբերություն չկա։ Երևանից, Վանաձորից, Սևանից մարդիկ գնացել են պատերազմել են Արցախում, ազատագրական կռվի մասնակցել են։ Այսինքն, եթե դու գտնում ես, որ դա Հայաստան չի, ուրեմն դու Հայաստանից դուրս ռազմական գործողություն ես արել։ Այսինքն հանցագործ ես։ Ինչպես է լինում եւ նախկինները, եւ ներկաները Հայաստանը ճանաչում են խորհրդային սահմաններով։ Ուրեմն իրանց մեջ տարաձայնություն չի կարող առաջանալ։ Սա եւս մեկ փաստ։ Եվ Նիկոլը շատ հանգիստ նստում ասում է, մենք կրթական մակարդակով պետք է նենց անենք, որ հայերը չմտածեն Տիգրան Մեծի Հայաստանի մասին, չերազեք անգամ։ Այդ դա մեզ խանգարել է։ Չի ասում եմ, ռուսական գաղութ են եղել, թույլ չեն տվել զարգանանք։ Բայց Ալիևը պետք է Տիգրան Մեծի Հայաստանին տիրան, հա։ Ինքը մեզ կրթական մակարդակով է ուզում կրթի, որ չխոսենք Տիգրան Մեծի Հայաստանից, բայց Ալիևը արևմտյան Ադրբեջան պետք է սարքի, որը մեր այսօրվա մնացած է մի փոքրիկ կտորն է եւ վերջ։ Դուք նույնություն չեք տեսնում Ալիևի ցանկությունների եւ Նիկոլի արգելքների միջև։ Սա սարսափելի մեծ փոս է Նիկոլի համար։ Ինքը իր համար չի փորել այս փոսը մենակ, ինքը փորել է նաեւ նախկինների համար։ Մեզ մնում է ուղղակի հրել եւ նախկիններին ու ներկաներին լցնել այդ փոսը։ Եվ անդրադառնամ այդ մեծաթիվ հյուրերին։ Այս ԿՊ-ն գնում եք Գյումրի, տեսանք, չէ՞, բոլոր այդ իրենց բլոգերներով, բաներով, այդ Արսեն Թորոսիկներով կարմիր գլխարկը դրած, նկարում են մի հրճված, մի հիացած, հրասում է Շարասյան, տեսեք, սկիզբն ու վերջը չի երևում։ Այդպես գնում են Գյումրի, այդ Շարասյան մարդկանց հրապարակում հնարավոր չի տեղավորել։ Այդքան մարդ հետները տարել են։ Մեկին չգիտեմ, վախեցրել են գործից կհանենք, էս կանենք։ Դե իրենց ապարատն է, իրենց կարան չգնան, պարտադրել են բոլորին, որ պետք է գնաք։ Ոնց են այն ջրմուղի մարդուն վիրահատության սեղանի վրից իջեցրել, բերել եկեղեցու բակում կանգնացրել ծմերով։ Այդենց։
քշում են, ցույց են տալի, ասում են ծերը չի երևում այս ավտոյի երթի, գնում են Գյումրի, ասում են տեսա գյումրեցիք մեզ ոնց դիմավորեցին։ Տղա այդ հրապարակում դու սկետ մարդկանց չէիր կարող տեղավորել։ Այդտեղ Գյումրիցի որտեղից պետք է գար։ Բացարձակ գյումրեցիները շատ չեն էլ մասնակցել։ Իրենք գնացել են, Նիկոլին տալել են, թմբուկները տալել են, Նիկոլը թմբուկ է խփել, իրենք իրենց թմբուկահարը։ Գնում են թմբուկ են նվագում, հետո թողում գնում են իրենց տուն, ասում են գյումրեցին, պատկերացրեք մեկը անկոչ մի 1000 մարդ վերցնի գա մեր տուն, հյուր։ Լսվեն մեր տուն, սեղմեն պատերին մեր, քանի ոք ենք ընտանիքի անդամները։ Ասես որ վերջը դուրս գանք տնից, էլ տեղ չկա, որտեղ իրենք շատ են, լծվել են։ Կան երկեն, պարեն, ուտեն, խմեն, դուրս գան գնան, ասեն տեսակ խաչիկը մեզ ոնց դիմավորեց, քանի մարդ էր հրավիրել։ Տեղ ու դադար չկար։ Իրենք ցույց են տալի, որ իրենք ասենք տասնյակ հազարով գնում են։ Հետո ցույց տալի, որ Գյումրի հրապարակը լիքն է։ Բայց դու ցույց տվեցիր, որ տանում ես հետդ։ Գոնե շարասյունը ցույց չտայիր։ Ողորմելի բաներ եք անում, որ գլխի չեք, որ որն է որից հետո։ Բայց Տիգրան մեծի տարածքին, որ դու ինձ արգելում ես, որ ես հանգարց Տիգրան մեծի Հայաստանի մասին չմտածեմ։ Հիշեք, բոլորի նպատակը մաքսիմալ պետք է լինի, որ գոնե մինիմալ ապահովես։ Մարդը այդպեսին է, պետք է մաքսիմալ խնդիրներ դնի, որ մինիմալը ապահովի։ Նիկոլը մեզ ուզում է պահի մինիմալի վրա, որը հանցագործության առարգա է դարել, որ կործանվենք։ Նիկոլ, փոսդ փորել ես դու ես փորել։ Իսկ ես հրելու եմ քեզ գցեմ քո փորած փոսը։ Դու այդ փոսը հայ ժողովրդի համար ես փորել, բայց իրականում դա հենց քո փոսն է ու քո նմանների։ Մահ ռեժիմին